Երկու ռուսական Tu-95 ռազմավարական ռմբակոծիչներ և երկու Su-35 կործանիչներ նկատվել են Հոբ գոտում, Ալյասկայի ափերի մոտ, այս մասին հաղորդում է CBS News-ը։ Դրանք որսալու համար օդ են բարձրացվել ամերիկյան 4 F-16 ինքնաթիռ, J-3 հետախուզական ինքնաթիռ և 4 KC-135 լիցքավորող ինքնաթիռ։ Հաղորդվում է, ռուսական ինքնաթիռները մնացել են միջազգային օդային տարածքում և չեն խախտել ԱՄՆ-ի կամ Կանադայի սահմանները, սակայն հրամանատարությունում ընդգծել են, նույնականացման գոտում գտնվող բոլոր ինքնաթիռները պետք է անհապաղ ճանաչվեն՝ ի շահ ազգային անվտանգության։ Այո, Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնել բոլոր տարածքները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես հետևում եմ Ռուսաստանի գործողություններին։ Ես շատ դժգոհ եմ Ռուսաստանի և նախագահ Պուտինի գործողություններից։ Նա սպանում է մարդկանց առանց պատճառի և նրանց գործերը շատ վատ են ընթանում, հաշվի առնելով, որ նրանք ամեն ինչ վտանգել են, նրանց տնտեսությունը գնում է գրողի ծոցը։ Նրանք ռմբակոծում են ամեն ինչ և գրավում շատ քիչ տարածք, եթե ընդհանրապես գրավում են։ Փաստորեն նրանք կորցնում են տարածքների մի մասը։ Կարծում եմ դա շատ վատ է Ռուսաստանի հեղինակության համար։ Եթե սա լիներ մեր պատերազմը, մենք այն կավարտեինք մեկ շաբաթում, նշել է նախագահը։ Մոտ ապագայում Ուկրաինան կարող է դադարեցնել իր գոյությունը որպես պետություն։ Նման տեսակետ է հայտնել պրոֆեսոր Թոմաս Մալինենը։ Մենք այն շեմին ենք, որ ի վերջո Ուկրաինան ամենայն հավանականությամբ ամբողջությամբ կդադարեցնի իր գոյությունը, հայտարարել է փորձագետը, մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Ուկրաինան կարող է վերադարձնել տարածքները։ Արևմտյան երկրների բնակիչները չեն ցանկանում ուղղակի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, հայտնել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ Ոչ ոք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու իրական շահ չունի, ՆԱՏՕ-ն ձախողում է, հայտնել է նախկին զինվորականը։ Նա ընդգծել է, Եվրոպայի ժողովուրդը նույնպես Մոսկվայի հետ պատերազմելու ցանկություն չունի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, իր կարծիքով Թուրքիան կարող է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումները իր խնդրանքով։ Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումից հետո ես հավատում եմ, որ նա կդադարեցնի դա, ասել է նախագահը։ Հարցին, արդյոք նա գործարք կկնքի ամերիկյան F-35 կործանիչների վերաբերյալ, որոնք ներկայումս Թուրքիային արգելված է գնել, Թրամփը պատասխանել է. կախված է հանգամանքներից, եթե նա ինչ-որ բան անի մեզ համար։